Առաջիկա ազգային ժողովի ընտրություններին արդեն որոշել եք ում եք ձայն։ Այո։ Միանշանակ Փաշինյան։ Եվ հարակից այգում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է կազմակերպել։ Ինչ կհիշեք։ Հեսա ձեզ է կմոտենամ։ Ինչ կհիշեք իր կառավարման տարիներից։ Ամենավատ բաները։ Որևէ լավ բան ես չեմ հիշում, որովհետև ես եկա զինվորական եմ եղել։ Եվ իր տարիներին ես ստացել եմ ընդամենը 39,000 դրամ, որ պատերազմել եմ հրդեհների եւ փրկարար եմ եղել։ Բայց ասում ես լավ բանակցող եմ եղել, բանակցությունները չգիտեմ։ Դե նման բան չկա, ինչ բանակցությունները, մենք շատ լավ գիտենք այդ ամեն ինչը, ինչ բանակցություններ։ Բանակցությունները նրանում էր, որ հիմա ես ուզում եմ իրեն հարց տամ։ Չգիտեմ կպատասխանի թե չէ, բայց մենք առաջ կարող ենք մոտենալ իրեն հարց տալու։ Իր տարիների ժամանակ ընտանիքիս վրա հարձակում ա եղել պետական հարձակում, ոստիկանություն, որ ոչինչ չես կարող անել։ Այնպես որ իր պետք է հարց տանք էլի, ինքը ընդունում։ Իսկ շանսերը ոնց է գնահատում։ Չկա շանս իրան, ինչ շանսի մասին է խոսքը, եթե շանսը ժողովուրդը տվեց իրեն, ուրեմն թող այդ ժողովուրդը մեղա գա ու այն բանը Թոմի Ջերի նման հողի տակ մտնի քարքաշի վրան։ Հետո մի հատ ակնհայտ հիմա մեր կյանքի ակնհայտ հիմա տեսնենք, հա? Փոփոխություններ էլի, խոսենք հիմիկվա, աչքի տեսածը պետք է ասես, չէ՞։ Մեր գյուղը 4 ճանապարհ ունի։ Միան ճանապարհներից խոսենք։ Այսօր 4 ճանապարհով ես ընդամենը 1 րոպեում հասնում եմ թե Ռոմի կողմից, թե մյուս։ Բացի դրանից գնում ես դպրոցից մտնում ապշում ես։ Օրինակ լավ հիշեցրեցիք, Լիլիթ Գալստյանը ասում էր, որ ամենաշատ դպրոցն է դաշնակցական Լիլիթ Գալստյանի մասը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանով 147 Ես մարզային վարչության պետեր եմ եղել տարբեր։ Այնտեղի դպրոցներում մենք ֆիզիկական պատրաստություն ենք անցնում։ Այդ դպրոցների պոլերը քանդած։ Եթե ժամանակ ունենք, ես կարող եմ թվարկել այն գյուղերի դպրոցները, որտեղ ջուրը պոլերի տակից դուրս է գալի։ Մի քանիսը նշել։ Շենող գյուղը, հա։ Բանը, այնտեղ ջուրը տվեց հելեր ամբողջ դալիճը ջուր էր։ Այդ իր ժամանակ։ Այո, ես ասում եմ իր ժամանակ, սեր ժամանակ ավելի վատ։ Այնպես այդ չի որ բանը տեսնենք, ես ավելի մոտիկ եմ եղել, եւ ղեկավարության, եւ կառավարության, եւ չգիտեմ ինչ։ Իսկ այն մարդիկ ովքեր որ այն ժամանակ անկաշառ էին ապրում, երկրի մասին մտածում էին, այսինքն ամեն ինչը պետական մտածողություն ունեցող մարդ այնտեղ չուներ, չկար տեղ։ Ես կհիշեմ երջանկայիշնակ Երիցյան Արմենին, որը նախարար, այ մարդ, որը տեսնում էր աշխատողին, գնահատում էր, առաջ էր քաշում։ Այսինքն մի մարդ կար, որը որ մենք զգացինք, որ նաև Ցոլակյանը, հա։ Հիմա ես չգիտեմ ինչի են իրանք հելես, ինչի են հելե, ինչ եք ուզում։ Գնացեք հանգստացեք, փող ունեք, ամեն ինչ ունեք, մենք գնացեք։ Ձեր համար հաց կերեք, ուրախացեք, առյուծի վրա առյուծ քշեք։ Եկել է նորից, որ ինքը ընտրվի, ինչ անի։ Թալանի նորից, հա։ Մարդկանց սպանել դա։ Ինչի համար է ուզում գա, ես չեմ հասկանում։ Ինչ է թալները։ Չէ, մենք չենք իրան ընտրել։ Բայց իր հայտարարությունները, որ լսում ենք, ինքը Իր հայտարարությունները դա ցախ սուտ է, աղջիկ ջան։ Սուտ է։ Ոչ մի նորմալ բան չի ասում ինքը։ Կպատասխանեք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին արդեն որոշել եք ում եք ձայն տալու։ Ում եմ ձայն տալու։ Ես մարդկանց գնահատում եմ իրանց արած գործերով։ Կարող եք արդեն գուշակեկում։ Բայց խնդրեմ դուք ասեք։ Հա? Խնդրեմ դուք ասեք։ Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ կողքի հրապարակում Ռոբերտ Քոչյանը հանդիպում է կազմակերպել քաղաքացիների հետ։ Ես կխնդրեմ իր կառավարման տարիներից ինչ եք դուք հիշում։ Հիշում եմ հոկտեմբերի 27, հիշում եմ մարտի 1 եւ մնացած են զավոդները, որ ամեն քայլափոխին զավոդներ կար, ամեն ինչ թալանվեց, մեջ արեցին գնաց։ Արդեն որոշել եք առաջիկա ազգային ժողովի ընտրություններում ում եք ձայն տալու։ Ում եմ ձայնից տալու։ Որոշել եք թե ոչ։ Միանշան Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչյանը կողքի այգում հանդիպում է կազմակերպել։ Ինչ եք հիշում իր կառավարման տարիներից։ Ոչ մի լավ բան։ Առաջերտի կաշառակերությունը։ Բացարձակ կաշառք։ Ես աշխատել եմ քիչ շատ պաշտոն եմ ունեցել ու մեր գործարանում Սերժ Սարգսյանի ընտրությունների ժամանակ այդ տնօրենը գործարանի մոտ 3000 մարդ էր աշխատում, ժամանակի 16000 մարդ աշխատել։ Ամբողջ գործարանը դարձրեց
հանրապետական կուսակցության անդամներ, ամբողջ Գուրզարանը, Որներ գործարանը։ չեմ ասում։ Հա, հասկացա։ Ու հետաքրքիրն է, որ երբ որ ժողովում որտեղ ընտրվեց Քոչարյան Ռոբերտը ընտրվեց վարշապետի տեխնացու, ելույթ ունեցավ ու ինչ ասի լավ է։ Միգուցե ես սխալ եմ հասկացել, ես 90-ի մոտ տարեկան եմ։ Ասում այս կառավարությունը գրպանի կառավարություն է։ Ո՞վ է ասում։ Գրպանի կառավարություն։ Ուրիշ մենք չենք իմանում իր ժամանակ ում նշանակեցին, ում հեռացրեցին աշխատանքից, պատճառը ինչն էր, ամբողջ 10 տարիների ընթացքում մի հատ հանրապետական կուսակցության անդամ կամ հանրապետական կուսակցության անդամի բարեկամ իր կատարած հանցագործության համար պատասխանատվություն չենթարկվեց։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։